Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, Վանաձայնի եթերով եւ դիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակի ողջագործություններու ծիրի մեջ հովանավորությամբ Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար եպիսկոպոս Աշխարյանի, նախագահությամբ Ջեզիրեի առաջնորդական փոխանորդ Լևոն Վարդապետ Եղիայանի, ներկայությամբ հոգևոր հայրերու, Բադգան Մարմինի, ազգային եւ միութենական մարմիններու, բարեսիրական հաստատություններու եւ հոց բազմության 5-շաբթի 24 ապրիլի երեկոյան Կամիշլիի ազգային միասյալ վարժարանի շրջապագի մեջ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված կենտրոնական հանդիսությունը գազագերբությամբ միութեններու ներկայացուցիչները առաջացած կենտրոնական հանձնախումբին։ Սկիզբը ներկաները մեկ վարյան հոդնգայս հարկեցին հիշադակը սրբատասված նահատակներուն, ապա հնչեցին Հայաստանի եւ Արցախի քայլերները։ Հայերեն բացման խոսքով հանդես եկավ Կամիչլիի թագականության ադնաբեդ Վարդան Մուրադյան, որը ասավ. 110 տարի առաջ Օսմանյան գայսրության կողմէ ձեռագրված եւ համակարգված գերբով 1.5 միլիոն հայորդներ զոհկացին, նույն ոճիրը գտնվեցավ Արցախի մեջ։ Այսօր, երբ կհիշենք ցեղասպանությունը, միևնույն ժամանակ պայքարի գոչ կբարձրացնենք ի խնդիր արդար հադուցման։ Արաբերեն խոսքով հանդես եկավ Դերիքի ազգային վարժարանի տնօրենուհի Ադիբա Սուսան, որ անդրադարձավ միջազգային ադյաններու լրության իդես գործադրված հայոց ցեղասպանության, նշելով, որ անոր անբալիժ մնալը արիթ տվավ, որբեսի ոճիրները շարունակվին։ Փեմավարները Սեմի Նիկոլ Թուման մասնաճյուղեն ներկայացուցին հայտագիրը։ Օրվան բանախոս Հալեբեն ժամանած Գևորգ Եղիան ասավ. «Պատմությունը պետք չէ գտնվի։ Ժողովուրդը չի գնար անդեսվիլ, անոր ցայնը վաղ թե ուշ արդարության հաստատման կնպաստե։ Ինչու կշարունակենք խոսիլ 1915-ի մասին, որովհետև խաղաղություն չի գնար կոյանալ մերժումի հիման վրա։ Արդարությունը երբ մերժված է, ոճիրը միշտ գտնվելու ենթահող ունի»։ Տեսանք 2020-ին եւ 2024-ին Արցախի մեջ տեղի ունեցածը 1915-ի մտայնության շարունակություններ։ Գեղարվեստական հայտագիրի ավարտին խոսք արավ առաջնորդական փոխանորդ Լևոն Վարդապետ Եղիյան եւ ասավ, որ եթե հայ ենք, մեր անդարբերությամբ չմերցնենք մեր թադը։ Հազարավոր մայրեր լացին այս բաղուն համար, որբեսի իրենց զավակները, այսինքն մենք, չլանք։ Զգոնը լանք, բարձրացնենք մեր ցայնը մեր ներկայությամբ, մեր գոյությամբ, մեր բանջարդիրությամբ եւ ընդմիշտ հիշենք Ավետիս Ահարոնյանի անմահ պատգամը։ Այսքան ճարիք թե մորանա մեր որդիք, թող ողջ աշխարհ գարթա հայուն նախադինքը։ Հայտնենք, որ օրը առաջ չորեքշաբթի 23 ապրիլի երեկոյան Կամիշլիի փոխանորդարանի շրջապագի մեջ կատարվեցավ բարեխոսական գարկ ի հիշադակ հայոց ցեղասպանության սրբատասված նահատակներուն, նախագահությամբ առաջնորդական փոխանորդ Լևոն Վարդապետ Եղիայանի, ներկայությամբ Ջեզիրեի կաթողիկե հայոց առաջնորդ Անդրանիկ եպիսկոպոս Այվազյանի, հոգևոր հայրերու, հարաբերական մարմինի, իսլամ գրոնաբետներու, արաբ եւ քյուրդ հաշիրետներու, քաղաքական զանազան ներկուսակցություններու, բարեսիրական հաստատություններու ներկայացուցիչներու եւ հոց բազմությանն։ Այնուհետև դեղի ունեցավ մոմբավարություն եւ ճահերով երթ, մասնակցությամբ Սուրյո երիտասարդական միության Նիկոլ Թուման մասնաճյուղի երիտասարդության, Բադանեգան միության Զավարյան մասնաճյուղի բադաններուն եւ Երակնորիա վարժարանի աշակերտության։ Հսկումի արարողություն դեղի ունեցավ ազգային միասյալ վարժարանի շրջապագի մեջ։ Հսկումին բացման արաբերեն խոսքով հանդես եկավ համազգայինի վարչության անդամ Լիզա Շարոյան, որ համառոտ կերպով ներկայացուց ապրիլյան ողբերգությունը։ Խոսքերով հանդես եկան նաև հայր Անդրանիկ Այվազյան, Վահրազ սուրյական ժողովրդավարական ուժերու ներկայացուցիչ Մուհամմեդ Ղադրի, որ թորն է այն շեխերուն,
որոնք թեմ տրին Սուրյո հողերուն վրա հայոց սպանտի շարունակման դոկտոր Մրշդ Մաշուկ Ալ-Խազնավի, Հակմետ Հաբիբ ինքնագարավարման գրասենյակի ներկայացուցիչ, Ջանդա Հաուլ ժողովրդավար միավորում գուսակցության ներկայացուցիչ, Իլհամ Մուհամմեդ, Ադնան Աուզո բահբանողական գուսակցության քաղաքական գրասենյակի անդամ եւ Մահան Ալ-Դանդահ Սանհարիբ Բարսում ասորի միասնական գուսակցության պետ, Qawriye Շաբո Սուրյո ասորի ժողովրդավար գազագերբության գործադիր գրասենյակի անդամ։ Ընթերցվեցավ նաև քյուրդ աշիրետներու խորհրդի նամակը այս հարիտով, ապա խոսք արավ Աբդուլ Ալամ Սայդ Մահմուդ Թավ դամի պատասխանատու, իսկ Ռեզան Կլո ներկայացուց Սուրյո Հյուսիս արևելյան շրջանի նահատակներու, վիրավորներու եւ քերներու ծնողներուն խոսքը։ Խոսք արի նաև Վաել Միրզա Սուրյո ժողովրդավար ասորի գուսակցության ներկայացուցիչը, Սուատ Հասո Սուրյո Եզիդի միասնություն խմբավորման ներկայացուցիչը եւ Աբդուլ Բախի Դարվիշ Սուրյո քրդական ժողովրդավար գուսակցության ներկայացուցիչը։ Գիրարգվեցավ գեղարվեստական գոգի քայդակիրմը։ Փագան խոսքով առաջնորդական փոխանորդ Լևոն Վարդապետ Եղիյան շնորհակալություն հայտնեց հյուրերուն, որոնք ընթարաչելով իրենց ուղված հրավերներուն զորակցություն հայտնեցին հայ ժողովրդի արդար բանջարդիրության գասեցնելու համար նման ցեղասպանություններու գրտնությունը։ Հայ Սուրբը հաստատեց, որ մինչև արդար հադուցում հայ ժողովուրդը պիտի մնա հավատարիմ իր նահատակներու գտագին։ Դամասկոսի մեջ հովանավորությամբ Դամասկոսի հայ կաթողիկե առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Ասադուրյանի գազմագերբությամբ Ավեդիս Ահարոնյան գետրոնի միություններուն դեղի ունեցան հայոց ցեղասպանության 110-ամյակի ողջագոչման ցերնակներ։ Արդարև 24 ապրիլի երեկոյան Տակուհի դիեզերած եկեղեցվո մեջ մասնակցությամբ Դամասկոսի մեջ Հայաստանի տեսփանին մատուցվեցավ բադարակ, որ մեյետ եկեղեցվո փագի մեջ ցեդեղված նահատակած հուշարձանին շուրջ Հոմենտմենի եւ հայ կաթողիկե միության ու Սիրո ընտանիքի միացյալ շեփորախումբերու մասնակցությամբ մոմավարություն դեղի ունեցավ։ Նախ եկեղեցվո, ապա անոր փագի մեջ թափորի շրջումով հadouk արարողությամբ նշվեցավ այս տարվան 28 մարտին Ֆրանցիսկոս Պապին Գոմե Երաների Իգնատիոս Մալոյանի սրբատասման արիթը։ Մալոյան նահատակված է 1915-ին Թուրքիո կողմէ իրագործված հայոց ցեղասպանության պատճառով, ինչպես նշած էինք օրին մանրամասնորեն։ Ողջագոչման անտիսությունը դեղի ունեցավ Տակուհի դիեզերած եկեղեցվո Ամինյան սրահի մեջ։ Պասման խոսքով անտես եկավ Սեմիբ Ադնաբեդ Միսակ Թեմիզյան, որ իր խոսքի մեջ կարևորությամբ նշեց բանջարդիրական մերգեցվածները ամրաբինտ բահելը, հայտարարի հետաբերման աշխատանքներում մեջ բարձր գիտակցություն ցուցաբերելը եւ խորքային զրակերներով ընթանալը։ Սուրյո օգնության խաչի անդամ Հուրիկ Լիգյան օրգի վրա նվագեց Դեր Վողոմյան եւ Դիզերնակ, միևնույն միության անդամ Մարալ Կակատելյան մեներկես Զարթիր Որթյակ երկը եւ Ռուզան Սևեգերելյան ասմունքեց Սիամանտոյի վրեժը։ Համասկայնական երդասարդ Սերժ Բոյաջան ճուտագի վրա նվագեց Դելեյամանը։ Օրվան բանախոս Սուրյո խորհրդարանի պատգամավոր Մարիա Կապրիելյան ներկայացուց հայտարարի իրավական հիմերը։ Ան առանձնացուց հայտարարին կապված միջազգային 6 պայմանագրեր իմաստնավորի գիտրոնալով Սևրին ու Վիլսոնի իրավարար վճիրին վրա։ Կապրիելյան նշեց բանջարդիրական դատի պատմական իրողությունները խեղաթյուրող կամ ապադեղակատվություն դարազող դեպքեր եւ ելույթներ։ Զուգահեռներ բերավ 20-րդ եւ 21-րդ դարերուն իրագործված Արևմտահայաստանի եւ Արցախի երկու ցեղասպանություններուն ու բռնի դեղանություններու միջև։ Լուսարսակի տակ առավ դիրող պայմաններուն ու բանջարներուն համաձայն մեր մշակած կամ իքորց դրած ազգային զրակիներու արդյունավետության վրա եւ այս առնչությամբ առաջադրանքներ ներկայացուց։ Հանդիսության եզրափակիչ խոսքը փոխանցեց Դամասկոսի հայ կաթողիկե առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Ասադուրյան։ Թեմական առաջնորդը առանձնացուց հայ ժողովրդի ազգային յուրահատկությունները, անոր անգոդրում գամքն ու գորովը հայտարարի հետամտման աշխատանքներում մեջ։ Սրբազանը գետրոնացավ ազգային արժեքներու դեր գանքներու հրամայականին եւ իմաստնավորի լեզվի բաբանման անհրաժեշտության վրա։ Առաջնորդ Սրբազանը իր ոգևորիչ խոսքերով ու հայրական հորդորներով բադվիրեց շարունակել հայտարարի հետամտման աշխատանքը մինչև արդար ավարտին հասնելը։ Գևորգ եպիսկոպոս Բաբանիչով փակեց հանդիսությունը։
24 ապրիլին Ախալկալակի մեջ Ջավախքի Զորի Զորյան երդասարտական միության նախաձեռնությամբ դեղի ունեցավ բահանջադիրական ավանդական ճահերտ։ Երթը սկիզբ առավ Ախալկալակի Պերտերու տարածքեն եւ հասավ Ախալկալակի Սուրբ Խաչ եկեղեցի։ Ճահերտը առաջորդեց Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Նարեկ Կահաննա Դիքրանյան։ Երթին միացան խորհրդարանի այասկի պատգամավոր Մելքոն Մագարյան եւ դեղական ինքնագարավարման մարմինի ներկայացուցիչներ։ Երթին մասնակիցները բաստարներ բռնած էին ժխտումը ցեղասպանության շարունակությունն է, գհիշեմ եւ գբահանջեմ վերջ թրքական ժխտողականության եւ բահանջադիրական այլ վերդարություններով։ Պերտին տարածքին երդասարտները երգեցին հայրենասիրական երգեր։ Երթին ընթացքին մասնակիցները գվանգարգեին ճանաչման, դատաբարտման, հադուցման եւ բայկարի գոչեր։ Երթը հասավ Սուրբ Խաչ եկեղեցու փակ եւ հայոց ցեղասպանության անմեղ զոհերու իշադակը հավերժացնող խաչքարին մոտ հնչեց Ջավախքի երդասարտական միության բահանջադիրական գոչը, որուն հաջորդեց Նարեկ Կահաննա Դիքրանյանի ոգեգոճման խոսքը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով Ջավախքի երդասարտական միությունը հրաբարակեց բահանջադիրական հետևյալ գոչը։ Արդեն իսկ 1 տարի եւ 10 տարի անցած է Օսմանյան գայսրության կողմէ հայ ժողովրդի հանդեպ կատարված մեծ ոճրագործությունն, որ Ռաֆայել Լեմքինի կողմէ գոչվեցավ ցեղասպանություն եւ դարձավ հայոց պատմության անթանալի մեկ էջը։ Ցեղասպանական ոճրագործությունները կերևարություն, սպանություն, դեղահանություն, ահաբեկչություն, ոդնցկություն, ընդդեմ մարդկային կյանքի եւ արժանապատվության։ Այս օրերուն աշխարհի 4 ցակերուն ապրող հայեր գոկեգոչեն հայոց ցեղասպանության 110-ամյակը, ինչ որ անգամ եւս կպաստե, որ սերունդներ շարունակ հայը հարկած է 1.5 միլիոն անմեղ զոհերու իշադակը եւ ոգեգոչած է չժխտելու համար ցեղասպանությունը, որովհետեւ ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություններու սկիզբն է, հիշողության ճնճումն է, ինքնության եւ ճշմարտության եւ մեր ոգեգոչումը այսօր ավելի քան երբեք կարեւոր է։ 20-րդ դարու սկիզբը կատարված հայոց ցեղասպանությունը մեր նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունն է, որ համարժեք արժևորում եւ դատաբարտում չստանալով նախատեպը դարձավ նոր ոճրագործություններու։ Հայ ժողովրդուն հանդեպ Օսմանյան Թուրքիո կողմէ կատարված ոճրագործ քաղաքականությունը պանթուրանիզմի ծրագիրը չդադրած եւ հասած է մինչեւ մեր օրերը։ Երբ աշխարհի աչքին արչեւ Թուրքիո եղբայր Ադրբեջանի կողմէ սեպտեմբեր 2023-ին իր պատմական բնորանեն բռնի տեղահանվեցավ Արցախցին։ Ինչպես պատմական Հայաստանեն, նույնպես ալ պատմական Արցախեն տեղահանված հայ ժողովուրդը զրկված է դուն վերադառնալու իրավունքեն։ Թուրքիա եւ Ադրբեջան իրենց հայադյաց քաղաքականության ցեղասպանական վայրակ գործողություններու հետքերը վերացնելու համար այսօր կբահանջեն հայոց ցեղասպանության ուրացում եւ նսեմացումը ավելցուց կոչը։ Մենք միանալով աշխարհի հայության բանջին գոչ կուղենք հայոց ցեղասպանության ժխտումը եւ նսեմացումը նկատել քրեական արարք։ Դժբախտաբար Հայաստանի իշխանություններու դուրք դալով թուրք-ադրբեջանական հարաճուն դժուններուն գարձեք իրենք եւս գուրանան կատարված փաստը։ Նշենք անոնց մեկը Արարատը փոխարինել Արաքածով։ Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակներու անմահ հոգիները մեզի կպատկամեն լալ արաքյալներ արդարության եւ ճշմարտության դատաբարտել եղեռնակորձությունները, մարդկության դեմ ցեղասպանությունները, ահաբեկչությունները, մարդու եւ ազգերու իրավունքներու ոտնահարումները, մերժելու ճոխտողականությունը եւ հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անդարբերությունը։ Այս դարներու ընթացքին ցեղասպանական զանր հիշողությունները իրենց չարությամբ եւ ողակալությամբ չեն մտակնած հայու ոգին, այլ դարձած են ավելի աննահանջ ճշմարտության համար արդար բայկարի ջամփուն։ Ցեղասպանության արտարահատուցման զգացողությունը հայ մարդուն հանգիստ չի դար, այլ գմղե ավելի վճռական քայլերու։ Մեր բանջարդիրական բայկարը դարվե դարի գզորանա եւ նոր թափ կստանա։ Ան վկայությունն է այն մեծ իրողության, որը սերունդները չեն մորցած, չեն լրած եւ իդի բայկարին մինչեւ հասնին արդարության աղտնագին շեշտեց կոչը։ Տշնամիի նպատակը նույնն է՝ չնչել հայը եւ հայկականը, իսկ մեր նպատակը անփոփոխ է՝ ճանաչում, դատաբարտում եւ հադուցում։ Մի լրեր, մի ուրանար, դեր գանքնիր հայրենիքիդ։ Բայկարի արդարության համար եզրափակեց Ջավախքի երդասարտական միության բանջարդիրական գոչը։
Գիրագի 27 ապրիլին Դիզերնակապերտի բարձունքին վրա հայոց ցեղասպանության հուշահամալիրի դարածքի մեջ Արալես հասարակական գազագերբությունը գազագերբեց զարգահավաքի ցերնարկ, որուն ընթացքին հավաքեց 24 ապրիլին անմար գրագին շուրջ զետեղված ծաղիկները երկրորդ կյանք տալու համար անոնց։ Հայտնենք, որ ավակված զարգաթերթերը կօգտագործվին սերային վերամշակված հուշակիրներ, շնորհակալակիրներ, բացիկներ եւ ոմեր պատրաստելու համար։ Հարկելու ընկերներ, վանացանի եթերով եւ թեմատների էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվա նորերը։ Ցեզի հետեին Գրիգորը եւ Սանի աղոթավար Հակոբը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։